Պարոն Բալասանյան, Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը օրերս անդրադարձել էր ՀԱՊԿ-ի մասով Հայաստանի վարքագծին, ինչու նախագահ Պուտինը հիշեց այս մասին եւ ինչ էր նշանակում իր խոսքը։ Ես կարծում եմ նախ պատահական չէր այս գագաթաժողովին Հայաստանին հիշելը, իմ կարծիքով ըստ էության հիշեցրեց Հայաստանին, որ առանց իր մասնակցության էլ ընդունված փաստաթղթերը Հայաստանը ստորագրում է, այդ մասին նաև լրագրողներին ասեց, հետևաբար տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու է դեպքում Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, եթե չի մասնակցում այս ժողովի աշխատանքներին, բայց ստորագրում է այն ինչ որ ընդունվում է ՀԱՊԿ-ի կողմից։ Սա կարծում եմ նշանակում է մի բան, Հայաստանը դուրս չի գալու ՀԱՊԿ-ից եւ այդ մասին Ռուսաստանի նախագահը եւս մեկ անգամ կարծում եմ հիշեցրեց բոլորին, հատկապես այն մարդկանց, ովքեր խոսում են Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին, այդ թվում նաեւ իշխանական շրջանակների որոշ ուղղությունների, հոսանքների ներկայացուցիչների։ Իսկ իրականությունը այն է, որ եւ այդ մասին մենք բազմիցս ենք նշել, Հայաստանը դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, քանզի նրա հայտարարությունները ՀԱՏՄ-ի հետ կապված խոսում են այն մասին, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ում, քանզի հնարավոր չէ դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց լինել ՀԱՏՄ-ում։ Հետևաբար, եթե մնում ենք ՀԱՏՄ-ում, բնականաբար մնում ենք նաև ՀԱՊԿ-ում։ Սա կարծում եմ ժամանակավոր, այսպես բնույթ է կրում այս դեմարշը։ Սա դեմարշ էլ չէ, ասի, այս միջոցառումներին չմասնակցելը ժամանակավոր բնույթ է կրում եւ շատ շուտով մենք կտեսնենք, կարծում եմ, Հայաստանի ներկայացուցչին ՀԱՊԿ-ի ժողովներին մասնակցելիս։ Մյուս կողմից տեսնում ենք բարբերաբար այդ հակառուսականության հետ կապված մեր իշխանությունների կողմից հայտարարությունները եւ մյուս կողմից այդ կիսաբաց դուռը հետ վերադառնալու, ինչու է այս process-ը այս ուղղությամբ տեղի ունենում։ Այն, որ հակառուսականության որոշակի այսպես ալիք կա, դա կարծում եմ բոլորիս համար է ակնհայտ, բայց նաև պետք է ֆիքսել, որ վերջին շրջանում հակառուսականության ալիքը կարծես մի փոքր այսպես նվազել է։ Սա իմ կարծիքով կապ ունի նաև Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների հետ եւ երկխոսության որոշակի այն մակարդակի հետ, որ այսօր կա երկու պետությունների միջև։ Իսկ կիսաբաց դրան հետ կապված ես համաձայն եմ, այո, հնարավորություն ամեն դեպքում պահպանվում է եւ հնարավորություն տրվում է Հայաստանին հետ վերադառնալ ՀԱՊԿ։ Բացի այդ, Ռուսաստանի նախագահի երեկվա ելույթը մի շարք ուշագրավ էլեմենտներ էր իր մեջ պարունակում եւ կարծես հետխորհրդային տարածք եւ հատկապես ՀԱՊԿ անդամ պետությունների բոլորին ուղված մեկ ընդհանուր իմաստ կար այստեղ, որ կամ դուք մնում եք ՀԱՊԿ-ում, կամ դուրս եք գալիս ՀԱՊԿ-ից։ Իսկ եթե դուք մնում եք ՀԱՊԿ-ում, ապա դուք բնականաբար պիտի առաջին հերթին նախապատվությունը տաք ռուսական սպառազինության եւ ռուսական զենքին, որի էֆեկտիվությունը, ինչպես Ռուսաստանի նախագահն է նշում, մի քանի անգամ ապացուցվել է արդեն ուկրաինական ճակատում։ Սա անուղղակիորեն վերաբերում է նախ եւ առաջ Հայաստանին եւ նրա զենքի շուկաները դիվերսիֆիկացնելու այս միտումանը եւ այդ քաղաքականությունը։ Կարծում եմ սրան էր միտված եւ սա էր այդ ամբողջի խորհուրդը։ Իշխանությունները շարունակում են հարձակումը եկեղեցու ուղղությամբ, հիմա նրանց 3 տեսանք, որ միացել էին հոգևորականներ, հանդիպում ունեցան վարչապետի հետ, ինչպես է գնահատում այս իրավիճակը։ Դա նորմալ չի, բնականաբար նորմալ չի։ Այսօր հոգևորականներից մեկը Էջմիածնում շատ հետաքրքիր միտք ասաց, որ 2007 թվականին դեռևս Հայաստանի կառավարության եւ Հայ առաքելական եկեղեցու միջև ստորագրվել է պայմանագիր հուշագիր, որով Հայաստանի Հանրապետությունը չի խառնվում եկեղեցու ներքին գործերին։ Այն ինչ կատարվում է այսօր, դա կապ չունի, օրինակ եթե եկեղեցականների հետ դա կապ ունենար այնքանով, որ նրանք օրենք էին խախտել քրեական կամ քաղաքացիական օրենսգրքի հետ կապված եւ պետությունը փորձեր միջամտել, ես դա կհամարեի նորմալ, որովհետեւ ամեն դեպքում նրանք եւս Հայաստանի քաղաքացիներ են։ Բայց հոգեվոր հարցերում նրանց հոգեվոր սկզբունքների պահպանության հետ կապված, որքանով են անշեղորեն կատարել դա, թե շեղվել են այդ սկզբունքներից եւ տված երթումից եկեղեցուն, սա ըստ էության չի տեղավորվում եւ չի մտնում պետության ֆունկցիաների մեջ։ Եվ չմոռանանք, որ եկեղեցու հոգեվոր հովիվը վեհապառը չի ընտրվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից եւ առավել եւս Հայաստանի իշխանությունների կողմից։ Նա 9 միլիոն հայերի հավաքական հոգեվոր առաջնորդն է, հավաքական կերպարն է, հետեւաբար ոչ ոք իրավունք չունի այդ հարցերում միջամտել եկեղեցական ներքին գործերին, կրկնում եմ, եթե դա կապ չունի քրեական եւ քաղաքացիական օրենսգրքի հետ։ Ինչ սպասել եկեղեցու վերաբերյալ այս ընթացող process-ներից ձեր կանխատեսումները այ դեպի ուր ենք գնում։
Բնականաբար ճնշումները շարունակվելու են, բնականաբար սա, բայց մեկ վատ այսպես տեղ է տանում։ Այստեղ մենք կարծես մենք մեր ձեռքով փորձում ենք քանդել հայ առաքելական եկեղեցու 1725-ամյա պատմությունը եւ առասարակ եկեղեցին եւ վտանգ կա, որ կարող է կրկնվել Ուկրաինայի ճակատագիրը կամ փորձեն կրկնել Ուկրաինայի ճակատագիրը Հայաստանի Հանրապետության առաքելական եկեղեցի ստեղծելով կամ փորձ անելով հակաթոռ ստեղծել, սա շատ վտանգավոր տենդենս է, որը լավ տեղ չի տանում։ Իսկ ինչ վերաբերում է եկեղեցու արձագանքին, կարծում եմ վեհապար հայրապետը այսպես շատ ճիշտ մարտավարություն է ընտրել եւ ավելորդ հուզականությունը այստեղ միայն գործին կարող է խանգարել, իսկ այն հոգեվորականները, ովքեր ներգրաված կլինեն այս գործընթացում եւ այսպես կանցնեն իրենց պարտականությունների այսպես շրջանակից դուրս կգան, նրանք անխոս պիտի պատժվեն եւ ուղղակի հեռացվեն եկեղեցուց, զբաղեցրած պաշտոններից, մնալով որպես աշխարհիկ մարդ եւ իրենց ցանկությամբ իհարկե հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Գանք հայ-ադրբեջանական հարաբերություններին մենք օրերս տեսանք, որ խաղաղության գործընթացի շրջանակում փոխայցելություններ տեղի ունեցան Երևան եւ Բաքու, սա ինչ գործընթաց է, ակնհայտ է, որ երկու կողմից էլ իշխանությունների քարոզիչներն են մասնակցում այդ այցերում եւ ում ինչի համար է պետք այս ձևական խաղաղության պատկերի ստեղծումը։ Նախ այո, դուք ճիշտ նկատեցիք, այստեղ քաղ հասարակության մասին ոչ մի խոսք լինել չի կարող։ Նրանք ուղղակի երկուստեք այցեր են, որոնք արվում են քարոզիչների մակարդակով։ Իսկ թե ինչու են դա անում, բնական է ցույց տալ Հայաստանի հասարակությանը եւ նաեւ Ադրբեջանի, բայց ավելի շատ Հայաստանի, որովհետեւ նրանց ընդհանրապես չի հետաքրքրում թե ինչ են մտածում իրենց մասին, նրանք ցանկանում են ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում ադրբեջանցիների նկատմամբ վերաբերմունք փոխվի եւ նորմալ դիտվի, օրինակ, այսպես ասած, արևմտյան Ադրբեջանից գնացածների շուրջ 300,000 ադրբեջանցիների վերադառնալու հնարավորությունը, բացի այդ շատ վտանգավոր տենդենս է, երբ հայկական ազգանուն կրողը սկսում է ըստ էության թեզեր առաջ քաշել, որոնք ադրբեջանական քարոզչական թելն են թելում եւ անգամ հոխորտում, որ ով չի պաշտպանում հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը, նա թշնամի է, գործակալ է։ Գիտեք, սովորաբար գողն է ամենից բարձր գոռում բռնեք գողին։ Հետևաբար գործակալության մասին ամենից բարձր գոռացողները պետք է հետ հայաց գցեն իրենց անցած ճանապարհին եւ փորձեն հասկանան իրենք այդ իրենց հայտարարությունների մեջ տեղավորվում են թե ոչ։ Նման կերպ հայ-ադրբեջանական խաղաղություն չեն հաստատում, սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է, որը շատ վտանգավոր կարող է լինել եւ նաեւ վտանգը կայանում է նրանում, որ փորձ է արվում թմրեցնել հայ հասարակությանը եւ այսպես կոտրել այն դիմադրության այսպես վճռականություն եւ դիմադրության ցանկությունը, որ կա հայ հասարակության մեջ ամեն ինչ անել ազգային արժեքները պահպանելու եւ ազգային արժանապատվությունը պահպանելու համար։ Հանուն խաղաղության ամեն ինչ տալ դա դեռ չի նշանակում, որ դու կարող ես ստանալ խաղաղություն։ Դա նշանակում է հանձնվել թշնամու այսպես բարեգծությանը, որ պատմությունը ցույց է տվել, որ ոչ մի պետություն, ով հանձնվել է թշնամու բարեգծությանը եւ գթասրտությանը, երբեք չի պահպանել ոչ իր պետությունը, ոչ իր սուվերենությունը եւ ոչ էլ անկախությունը։ Դուք անդրադարձաք, որ տարբեր ուժեր խոսում են խաղաղության պայմանագրի դրա ստորագրման կարևորության մասին եւ այդ ուժերի մեջ նաեւ քիչ չեն նրանք, ովքեր կարծես թե քաղաքական դաշտում ընդդիմադիր այսպես դիրքերից են հանդես գալիս։ Սա արդյոք չի խոսում այն մասին, որ Ալիևն է թելադրում, թե ինչ բովանդակության պետք է լինի մեր քաղաքական դաշտը։ Նախ այսօր շատ դժվար է որակել, թե որ ուժերն են իրական ընդդիմադիր եւ որոնք են հանդես գալիս ընդդիմադիր դիրքերից, նրանք կարծում եմ տարբեր երևույթներ եւ տարբեր իրականություն է։ Իմ կարծիքով հասարակությունը ինքը կտա այս ամենի գնահատականը, արդեն տալիս է եւ արդեն որոշ ուժեր շտապեցին կարծում ժամկետից շուտ բացահայտել իրենց խաղակարտերը, ինչը նշանակում է, որ նրանք շտապում են կամ նրանց շտապեցնում են։ Նաեւ եկեղեցու հետ շուրջ ստեղծված իրավիճակն է վկայում այն մասին, որ ինչ որ ուժեր կան, որոնք շահագրգռված են շատ ավելի արագ անելու process-ները, քան իրականում կա, այլապես այսպես ականները չէին բացահայտվի, հա։ Դրա համար ես նաեւ շատ ուրախ եմ, որ այդ քաղաքական ուժերը նման հայտարարություններ են անում,
եւ հույս ունեմ, որ 2026 թվականի այս հերթական ընտրություններից առաջ շատ ուժեր նման հայտարարություններ կանեն, դաշտը կինքնամաքրվի եւ մեր ժողովուրդը իրականում հնարավորություն կունենա հասկանալ, որ ուժերն են ընդդիմադիր, որոնք են պսևդո ընդդիմադիր եւ որոնք են այսպես ընդդիմադիր դեր խաղում քաղաքական դաշտում։ Եվ Ղազախստանում Փաշինյանը պարգևատրվեց այդ երկրի բարձրագույն պարգևով, ինչու որ ծառայության համար իրեն պարգևատրեցին։ Անկեղծ ասած, որ ծառայության համար ես չեմ կարող ասել, դա կարծում եմ ավելի լավ կիմանան արարողակարգի ծառայության աշխատակիցները եւ Հայաստանի եւ Ղազախստանի արտգործնախարարությունների, թե ինչու համար է նախագահ Տոկաևը պարգևատրել Հայաստանի վարչապետին։ Գիտեք, երկու տեսանկյունից նայենք, նախ ինչի համար է պարգևատրել, դա իհարկե չգիտենք, բայց այն, որ Հայաստան-Ղազախստան հարաբերությունները փորձ է արվում շատ մի քիչ ավելի բարձր մակարդակի վրա դնել, դա եւս ըստ էության վատ չէ։ Մնում է հասկանանք, որն է այստեղ Ղազախստանի շահագրգռվածությունը եւ ինչու է հանկարծ Ղազախստանի նախագահը որոշել պարգևատրել Հայաստանի ղեկավարին։ Սա է ամենից կարևոր հարցը եւ ինչ հեռահար նպատակներ է հետապնդում Ղազախստանը մեր տարածաշրջանում։